Ողջույն հարգելի հետևորդներ, Մայր Հայաստանը շարունակում է քարոզարշավը վաղաշաբաթի ավականու ընտրությունների շրջանակներում։ Այս պահին մենք գտնվում ենք Էջմիածնում եւ կհանդիպենք ընտրողներին, կներկայացնենք մեր ծրագրերը։ Էջմիածնի տարբեր հատվածներում ենք եղել, հիմա շարունակում ենք ուղղակի այնտեղ, որտեղ որ դեռ չենք եղել։ Էջմիածինցիներին խորհուրդ եմ տալիս, որ նրանք ովքեր հնարավորություն ունեն այդ հատվածում մեզ միանալու, մոտենան, հարցեր տան կամ ուղղակի հետևեն ուղիղ եթերին եւ տեղեկանան, թե ինչ մոտեցումներ մենք ունենք։ Ես ասեմ, որ քաղաքացիական պայմանագիրը շարունակում է իր ճղճին գործելավոճը, այն առումով, որ նրանք ովքեր գալիս են հանդիպումների, այդ մարդկանց հետևից են ընկնում։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ թուրքաբարո, այդ ադրբեջանահաճո գործողությունները իրենց օգուտ չեն տալու, ամոթ է ուղղակի մարդկանց աշխատանքներից հեռացնել, մարդավոր իրականացնել բառից բուն իմաստով, դա լկտի քաղաքականություն է եւ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իրական էությունը։ Ինչ վերաբերում է նրանց տեխնացուին, ապա նույն գործելավոճը որդեգրել է, իր շեֆի պես է աշխատում եւ մենք ուղղակի կոչ ենք անում քաղաքացիներին, նրանք ովքեր մտավախություն ունեն, որ այդպիսի խնդրի առաջ են կանգնելու, ոչ թող չգան հանդիպումների, կարևորը նոյեմբերի 16-ին մասնակցեն ընտրությանը եւ քվեարկեն Մայր Հայաստանի օգտին եւ առնվազն քաղաքացիական պայմանագրի եւ նրա կցված թուրքական 5-րդ շարասյան դեմ։ Երեկվա իրադարձությանն եմ ուզում անդրադառնալ, փաստորեն Հանրապետություն կուսակցությունը հենց այդ ճղճին եւ քստմնելի ֆունկցիայի համար է ներդրվել է այս ընտրություններում, սուտ մատնություն են տալիս, որի արդյունքում հոր ու տղայի են կալանավորում ոսկե հատում եւ իրավապահ համակարգն է ցույց է տալիս, որ ինքը ուղղակի սովորական բութ գործիք է օրվա իշխանությունների ձեռքում։ Մենք հիմա քարոզարշավը կշարունակենք եւ կշփվենք քաղաքացիների հետ։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան։ Սապսություն կրեատիվ կանաչոս միացիր և փոխանք։ Շենքերի բակերը մտնելն իր արդյունավետությունը ունի։ Սերին վաղաշապատ սուրի էջ միացին իմ Մայր Հայաստան։ Վաղաշապատ կոստան ես դում են դրպրության, տապսից ողջնա, նոր պայքարի ողջայության։ Վաղաշաբաթ համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մի հատ ողջունում ենք մեր բնակիչներին։ Ողջունում ենք ձեզ։ Մեր քվեաթերթիկն է Համար 4, Մայր Հայաստան կուսակցություն։ Մենք դեմ ենք այսօրվա մեր վաղաշաբաթի իշխանությանը, մեր նվազագույն խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է։ Մենք դեմ ենք ստին, կեղծիքին, կաշառքի, ուստի մենք բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, կատարեք ձեր ընտրությունը, որպեսզի այս ամենը չունենանք մեր համայնքում, առաջարկում ենք ձեզ ընտրել Համար 4-ի օգտին։ Միացիր! Միացիր! Մայր Հայաստան! Համար 4! Հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, ողջունում ենք ձեզ տապարություններով մեր քաղաքացիներին, ովքեր որ հետևում են պատշգամբներից եւ պատաններից։ Հարգելի էջմիածինցիներ, դուք պետք է շատ լավ իմանաք, որ ձայնը տալով քաղաքացիական պայմանագրի ներկայացուցչին դուք քվեարկում եք Փաշազադեի օգտին, Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք ձեզ կոչ ենք անում մերժել թրքահաճո այս իշխանություններին եւ ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին։ Համար 4 Նիկոլ Փաշինյանը հարձակվել է
հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ Ադրբեջանի պահանջով, եթե իրեն մնար, ապա հազիվ թե այդպիսի քայլի դիմել, որովհետև եկեղեցուց իրեն ոչինչ չի սպառնում այն առումով, որ եկեղեցին քաղաքական հայտ չի ներկայացրել։ Եկեղեցու դեմ հարձակումը պայմանավորված այն հանգամանքով, որ Ադրբեջանը արդեն ստանալով Արևմտյան Ադրբեջան կառուցելու համաձայնությունը Նիկոլ Փաշինյանից ուզում է կանխել հետագա զարգացումները եւ Ադրբեջանի կարծիքով հայ առաքելական եկեղեցին այն ինստիտուտն է, որը կարող է հայերի դիմադրություն կազմակերպել։ Դրա համար էլ իրենք արդեն իսկ համարելով, որ վերացնում են Հայաստանի Հանրապետությունը, ուզում են հետագայում կանխել նաև այն դիմադրությունը, որը կարող է տեղի ունենալ առաքելական եկեղեցու միջոցով, այդ թվում մեր եկեղեցու միջոցով։ Այդ իսկ պատճառով չպետք է մտածել, որ սա Նիկոլ Փաշինյանի եւ առանձին հոգեվորականների միջև հակադրություն է։ Չպետք է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է կուսակրոնությամբ, բարեվարկությամբ եւ այլ խնդիրներով։ Նիկոլ Փաշինյանը պարզապես պատվեր է կատարում եւ դա Ադրբեջանի պատվերն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այդ իսկ պատճառով Գարաշապատի ընտրությունը կարևոր քաղաքական ու արժեքային նշանակություն է ստանում եւ իր ազդեցությունն է թողնելու ամբողջ հանրապետության վրա։ Մայր Հայաստանը ձեզ կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեարկությամբ կանխել ադրբեջանական ծրագիրը։ Մայր Հայաստան Համար 4 Միացիր Միացիր Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին էչ միացիր, Մայր Հայաստան վաղաշապատ ոստան ես դում էր դպրության, դապցիտ ոչլավ, նոր պայքարի ողջայության։ Միացին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեն ապրելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Ձեր տունասին Էչ միացին իմ Մայր Հայաստան Եվ քո խոսքը ասա չարին մատին, ստին ու անհավատին Մայր տաճարի Էչ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սրբին Էչ միացին իմ Մայր Հայաստան Վաղաշապատի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։
Մեր նվազագույն խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, որովհետև այս իշխանությունների օրոք, եթե կա մի բան, որ աճել է, դա մեր վարկերն են, մարդկանց թալաններն են եւ մեր Վաղարշաբաթ համայնքում այսպես ասած վեսպրիձելն է կներեք արտահայտությանս համար։ Ուստի մենք ձեր բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4։ Միացեք, որ փոխենք այս ամեն ինչը։ Միացիր։ Որ փոխենք։ Միացիր։ Որ փոխենք։ Մայր Հայաստան։ Համար 4։ Համար 4։ Հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Այս ընտրություններին մենք ձեզ ներկայանում ենք եւ համայնքային զարգացման ծրագրով եւ քաղաքական ծրագրով։ Քաղաքական առումով, ձայնը տալով, քաղաքացիական պայմանագրի դրածոյին դուք իմացեք, որ քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նրանք փորձում են քողարկել, ծածկվել, պահկվել ու ցույց տալ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի, այդ իրենց տեխնացուն անունն էլ չեմ ուզում տալ, բայց իրականությունն այն է, որ ինքը դրածո է եւ մենք գործ ունենք ուրացողների դաշինքի հետ։ Մեկը սեփական հոր անցած ճանապարհն է ուրացել, մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել եւ երկուսն էլ ադրբեջանահացու ծրագրեր են իրականացնում։ Շատ կարևոր է իմանալ, որ քվեարկելով ՔՊ-ի օգտին դուք քվեարկում եք Ադրբեջանի Փաշազադեի ծրագրերի օգտին, հետեւաբար դա պետք է մերժել։ Հաջորդը մենք պետք է շատ լավ իմանանք, որ եկեղեցու դեմ հարձակումը դա անձերի դեմ հարձակում չէ։ Դա հարձակում է մեր ինքնության, մեր պետականության դեմ եւ մենք մերժում ենք այդ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է տեղական ծրագրերին, ապա մենք համայնքի զարգացման բազմաթիվ ծրագրեր ունենք։ Սրանց օրոք եթե աճել արձանագրվել է, ապա աճել է կրիմինալը, ատկատը, թալանը, կոռուպցիան։ Ինչ էլ որ արել են, մենք մեր շրջայցերի ընթացքում նկատում ենք եւ տեսնում ենք, թե ինչ անորակ են արել եւ ինչքան ձևական է այդ ամեն ինչը։ Սրանց օրոք պետական պարտքը աճել է մինչև 13 միլիարդ դոլար եւ այդ պարտքի միջոցով իրենք խափում են ժողովրդին, թե իբր մանկապարտեզներ ու դպրոցներ են կառուցում, բայց հետագայում նաև սկսում են կեղեքել հարկերով ու տուրքերով մեր քաղաքացիներին։ Մենք այս ամեն ինչին դեմ ենք, ունենք մեր զարգացման ծրագրերը, մենք Էջմիածինը տեսնում ենք որպես Հայաստանի կարևորագույն տուրիստական կենտրոններից մեկը, որի հնարավորությունը մեր Սուրբ Էջմիածինը, մեր սիրելի քաղաքը ունի։ Դա եւ միջազգային օդանավակայանին մոտ լինելն է Զվարթնոցին, եւ մայրաքաղաքին մոտ լինելն է, եւ մշակութային հզոր ժառանգությունն է, եւ Մայրաթորի հանգամանքն է։ Մենք ոչինչով պակաս չենք օրինակ վրացիներից, որոնք Մսխեցյան զարգացրել են եւ դարձրել են միջազգային կենտրոն, որը համարվում է նաեւ իրենց հոգեվոր կենտրոններից մեկը, եթե ոչ ամենագլխավորը։ Մեր հնարավորությունները ավելի շատ են, ուղղակի սրտացավ եւ պրոֆեսիոնալ վերաբերմունք է պետք, որպեսզի մենք կարողանանք Էջմիածինը դարձնել տուրիստական կենտրոն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի զարգացած ենթակառուցվածքներ լինեն, հյուրանոցներ լինեն, ժամանցի վայրեր լինեն, մարդիկ կարողանան փոքր արտադրություններով սպասարկել տուրիզմի զարգացումը, որը իր հետևից արդեն կբերի տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը եւ մարդիկ աշխատատեղեր կունենան, հնարավորություն կունենան իրենց ընտանիքները արժանավայել ձևով պահպանել։ Մեր տուրիստական ծրագրի շրջանակներում նաեւ Զվարթնոցի կարուսելների այդ համակարգը վերականգնելն է, որը հիմա ուղղակի լքված վիճակում է, դա երկար տարիների պատմություն է, մենք հատուկ ներդրումային ծրագիր ունենք դրա հետ կապված եւ մենք կարծում ենք, որ Զվարթնոցը զարգացնելով նույնպես կարող ենք նպաստել Էջմիածնի տուրիստական գրավչությանը։ Քաղաքում բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, սկսած թափառող շներից, վերջացած տրանսպորտային համակարգը, սկսած մանկապարտեզներից, որոնք վճարովի են դարձրել եւ մենք մեր ծրագրով նախատեսում ենք դրանք անվճար դարձնել, վերջացած քաղաքի կառավարումը, ասֆալտապատումը եւ այլ խնդիրները։ Այս առումով մեր ցուցակը գլխավորում են փորձառու մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն տարիների։ Մեր ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, որը Դողս համայնքի ղեկավարն է եղել, կոպեկներով ընդունել է իրենց համայնքի բյուջեն եւ միլիոններով հանձնել է սրանց, որոնք
չեն կարողանում նորմալ կառավարում կազմակերպել։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին, Հայրիկ ջան, ձեզ էլ ենք դիմում, շնորհակալություն, որ հետևում եք, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք, եկեք մի հատ ողջունենք մեր Հայրիկին, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով աջակցեք մեզ, Մայր Հայաստանին, մենք քվեաթերթիկ համար 4-ն ենք, բոլոր խնդիրներին ծանոթ ենք, հավատացնում եմ ձեզ մասնագիտական լուրջ խումբ է աշխատել մեր ծրագրի վրա, այս բակային վիճակը, խաղահրապարակները, սպորտային զարգացումը, կանաչ տարածքների ավելացումը, այս բոլորը մեր ծրագրերում կան։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, ժողովուրդ ջան, պատուհաններից հետևողներ, պատշգամբներից հետևողներ, պասիվ մի մնացեք, ձեզանից գողանում են ձեր քվեն, եթե դուք չմասնակցեք, դա իօքուտ Փաշազադեի, թուրքերի ու ադրբեջանցիների է լինելու։ Թույլ մի տվեք, որպեսզի Ադրբեջանը գա մտնի մեր սուրբ քաղաքը, մեր Հայաստանը։ Դուք արդեն տեսնում եք Ալիևը այսօր ինչեր է հայտարարել, ասում է Սևանա լիճը գյոյ չէ, ինչ է իրենց բարերով են ասում։ Սրանք խաբում են, որ խաղաղություն են բերել, սրանք խաբում են, որ հաշտություն են բերելու, սրանք պատերազմի, պարտության ու ողբերգության կուսակցությունն են։ Դրա համար մենք պետք է մերժենք քաղաքացիական պայմանագրին եւ ձայնը տանք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր։ որ փոխենք։ Հայրիկ ջան, ողջունում ենք ձեզ։ Անո արի խոսա։ Անոյն բեկայի նշաների Համար 4-ը։ Ժորժ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, ծանոթացեք ծրագրերին ու մասնակցեք ընտրությանը։ Ձեզ լավ օր։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Լավ եղեք։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Համար 4։ Մեկ, երկու, երեք, 4, Մենք ընտրում ենք համար 4։ 1, 2, 3, 4, մենք ընտրում ենք համար 4։
Իմիջալով ես այդ 4 կիլո շապեմ սիրել փոքրուց։ 4 կիլո։ Արիկներ ջան, տոյրա մամայի երկու չինի։ Ամաչներ ես։ Ինչի համար եք։ Հիմա բակերով ենք անցնում, հարգելի հետևորդներ, Էջմիածին քաղաքում ենք, բակային հանդիպումներ ենք անցկացնում։ Աղաշաբադ համայնքի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստան կուսակցությունը, մեր քվեաթերթիկն է համար 4։ Մենք դեմ ենք այսօրվա այս իշխանությանը, մեր նվազագույն խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, որովհետև սրանց օրենք եթե քաղաքում աճել է կրիմինալը, բեսպրիձելը և կոռուպցիան։ Ուստի այս ամեն ինչը չունենալով մեր քաղաքում բոլորից կոչ ենք անում, միացեք մեզ, մեր քվեաթերթիկն է համար 4, միացիր, Մայր Հայաստան, համար 4, Սիրելի էջմիածինցիներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք ընտրական լավ արդյունքներ ենք ցույց տվել Երևանում, մենք ընտրական լավ արդյունքներ ենք ցույց տվել Գյումրիում։ Հիմա եկել ենք Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածին եւ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Սիրելի էջմիածինցիներ, հարգելի հայրենակիցներ, գնացեք անպայման տեղամաս եւ վերաբերմունք ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրի շուրջ, երկրի ներսում, ընտրական գործընթացներում, միջանցքային հարաբերություններում, ինչ գրված ու չգրված օրենքներ են սրանք խախտում, ինչ կեղծ օրակարգերով են առաջ շարժվում, ինչ զզվելի ու նողկալի արարքներ են անում իրենք և իրենց արբանյակները, ոնց են բառի բուն իմաստով մարդկանց զրպարտում, ազատազրկման ենթարկ են տալիս, այսպես կոչված քաղաքական քողի ներքո, այդ քբլեր, այդ հարաբերություններ, իրար արժե, նույն արժե համակարգը կրող հայ մարդու գիտակցությունը ուղղակի բռնության ենթարկող անամոս, անամոտ, անապուր մարդիկ են դրանք, առիթ են մանգալի, որ բողոք գրեն, զրպարտեն, կեղծեն, որ ընտրական գործընթացների վրա իրենց ազդեցությունը ես կամ են չափով ունենան, որ իրենց խղճուկ և ողորմելի վարկանիշը փորձեն իբրև թե բարձրացնել։ Այդ տեղամաս գնալով դուք դրա հանդեպ եք նաև վերաբերմունք ցուցաբերելու, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Արցախի կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Հայաստանի տարածքից 245 կիլոմետր շուրջ, ահա այդ կորստի նկատմամբ, դուք վերաբերմունք եք ցուցաբերելու Էրդողանի գիրքը գրկելու նկատմամբ, վերաբերմունք եք ցուցաբերելու Ալիևի համար կոֆե դնելու նկատմամբ, շարքը այնքան շատ է, որ չենք ուզում ձեզ շատ ծարաբեռնենք, դուք ամեն ինչ տեսել եք և գիտեք, այդ տարբերակ այս պահին, քան գնալ ընտրատեղամաս չկա ուղղակի, եթե դուք լռեք, եթե դուք ասեք դե մեկա բան չի փոխվելու, մեկա բոլորը նույն կլիշեները, որ մտցրել են ձեր մեջ, դա օգուտ է իրանց, որ դուք հիասթափվեք,
որ թերահավատ լինեք, որ մնաք տանը, դրա համար բոլորին կոչ ենք անում եւ եղբայրաբար խնդրում ուղակի անպայման գնացեք տեղամաս, իսկ իդեմս Մայր Հայաստանի դուք ունեք այն այլընտրանքը, որի պակասությունը վստահ եմ զգացել եք, ճանապարհ անցած մարդիկ, երիտասարդություն, քաղաքական հստակ ասելիք, ամենայնակեղծությամբ եմ ասում, ես ինքս լինելով Երևան քաղաքի ավականու անդամ, Էջմիածին պարբերաբար գալ գնալով, ես ինձ հյուր չեմ համարում այստեղ, բայց երբ որ մեր թեկնածուների հետ շրջում ենք, գյուղերով եւ Էջմիածնով, դեռ թող բոլորը կան տեսնեն ինչքան մարդ է այս մարդկանց մոտենում, ինչքան մարդ է ողջագուրվում, ողջունում, ասում որ ձայն է տալու, աջակցություն են հայտնում, այդ պատկերը տենալ է պետք, ճոխ խոսքերով չի, բաժակաճառերով չի, պաթոսով չի, ռեալ իրականության հողի վրա կպած մարդիկ են, արդյունք ցույց տված մարդիկ են, պատասխանատու մարդիկ են, եւ նաեւ մեր օրինակով կարող եմ ասել, 24/7 ռեժիմով լինելու է ձեզ հասանելի, դուք չեք բախվելու փակ դռների, ձեզ ոչ մեկը չի ցրելու, ձեզ ոչ մեկը չի խաբելու, ձեզ ոչ մեկը սուտ խոստում չի տալու, ձեզ ոչ մեկը ընտրությունից ընտրություն չի հիշելու։ Սիրելի էջմիածինցիներ, մի շատ պարզ նաև կարևոր բան, Մայրաթոռը բոլորիս խնամքի և հոգացության կարիք ունի, բոլորս պետք է պարզ գիտակցենք, որ այս իշխանությունները ոտնձգում են հայապահպանության կանգուն մնացած ինստիտուտի նկատմամբ, եկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծեն եկեղեցու շրջանակներում, միով բանեք սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում, անպայման գնացեք տեղամաս և ձեր ձայնը տվեք թիվ 4-ի, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք։ Ժորժանեկիտ միած ծափարությունով ողջուն ենք նրանց, ովքեր մեզ հետևում են, Մայր ջան ձեզ էլ ողջուններ, բոլորիդ ողջունում ենք։ Մայր Հայաստանը ձեզ կոչ է անում նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր ձայնը տալ ընդդեմ քաղաքացիական պայմանագրի, ողջունում ենք ձեզ, բարև ձեզ, ծանոթացեք մեր ծրագրերին եւ անպայման մասնակցեք ընտրությանը։ Հարգելի էջմիածինցիներ, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հրահանգով հարձակվել է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Մենք պետք է մերժենք այս քաղաքականությունը եւ նոյեմբերի 16-ին անպայման գնանք ընտրատեղամաս եւ մեր քվեի ուժով սկիզբ դնենք նոր իշխանության ձևավորմանը։ Սրանք հանդես են գալիս ուրացողների դաշինքով։ Այդ ուրացողները թուրքական ծրագիր են իրականացնում եւ վաղաշաբաթի ընտրությունը եթե իրենք հաջողեն, ապա ավելի են արդյունավորվելու, թևավորվելու են եւ հարձակվեն ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ նաեւ շարունակեն իրենց հարձակումը ավելի ագրեսիվ ձևով Հայաստանի Հանրապետության դեմ։ Մենք դες կոչ ենք անում մասնակցել ընտրությանը եւ դա թույլ չտալ։ Քաղաքացիական պայմանագրին ու նրան կցված հանրապետությունը դա ուրացողների դաշինք է, սրբապիծների դաշինք է եւ երեկվա դեպքերից հետո կարող ենք ասել նաեւ որ կեղծ մատուցում տվողների դաշինք է։ Այս ամեն ինչը պետք է մերժել եւ էջմիածինցիների թասիբն ու արժանապատվությունը պետք է քաղաքական ապտակ հասցնի այսօրվա իշխանությանը։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, եկեք ողջունենք մեզ հետևողներին, անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեն շատ կարևոր նշանակություն ունի եւ ձեր քվեի ուժով դուք կարող եք սկիզբ դնել փոփոխությունների համար եւ ձեր համայնքում եւ ձեր սիրելի էջմիածնում եւ ամբողջ Հայաստանում։ Այնպես որ պասիվություն չի թույլատրվում, մենք ձեզ խնդրում ու առաջարկում ենք, կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, որովհետեւ
ընտրությանը մասնակցելով դուք կանխելու եք սրանց ընտրակեղծիքների ծրագիրը։ Սրանք հույսը դրել են վարչական ռեսուրսի վրա, այդ վարչական ռեսուրսի միջոցով փորձելու են բարձ բուն իմաստով իրենց ենթակայության տակ գտնվողներին լցոնել ընտրատեղամասեր և փորձել վերարտադրել իրենց անփառունակ իշխանությունը։ Սրանք եթե աճ ապահովել են, ապա միայն կրիմինալի աճ, պաշտոնական տվյալներով Վաղարշապատը, Էջմիածինը Հայաստանի ամենաքրեատին քրեական քաղաքներից է դարձել և դա շատ ողբերգական վիճակագրություն է, որովհետև մեր սուրբ քաղաքը այդպիսի տեսք չպետք է ունենալ։ Սրա հետևանքը և պատճառը իրար մոտ են։ Դա քաղաքացիական պայմանագիր կոչվածն է։ Հետևաբար մենք պետք է մերժենք այս քաղաքականությունը և թույլ չտանք կրիմինալի, կոռուպցիայի, թալանի, ատկատի աճ դեմս քաղաքացիական պայմանագրի կառավարման։ Սրանք արդեն զուգարաններում են իրենց նկարները փակցնում և այդ զուգարանային նկարները պետք է մերժել, այնպես որ էջմիածինցիների կողմից ապտակ հասցնելը շատ կարևոր նշանակություն ունի, քվեարկելով քաղաքացիական պայմանագրի դեմ, դուք կարող եք այդ կեղտը մաքրել քաղաքի վրայից, այդ զուգարանի ջուրը քաշեք թող գնան դրանք, այնպես որ բոլորս նոյեմբերի 16-ին անպայման մասնակցում ենք ընտրությանը և մեր ձայնը տալով Մայր Հայաստանին սկիզբ ենք դնում փոփոխությունների, դրական փոփոխությունների։ Ողջան, ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանն է ձեզ ողջունում, մեր քվեաթերթիկը համար 4-ն է և կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Մյոշ կուզես, կուզես, միատ դրոշակ տանք է։ Վաղարշապատ համայնքի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, մեր նվազագույն խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, որպեսզի ունենանք նոր Վաղարշապատ համայնք, որը չի ունենա իր մեջ թալան, կեղծիք, ուստի մենք ձեզ կոչ ենք անում անպայման միացեք, միացի, միացի, Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, 1, 2, 3, 4, Ընտրում ենք համար 4։ Դուք որ համարն եք ընտրելու։ Համար 4, Իսկ դուք։ նշանակ համար 4, Դրանց հախից մենակ մենք եք եկել։ մենք չէինք ասի, Տանթացեք մեր ծրագրերը, Նիվալջան, և անպայման մասնակցեք, եք համար 4 Կանք երեխեք եք դրոշակ Հապարիքը սշտավը Են ջամ աշտավը Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերիմ Վաղարշապատ սուրի Էջմիածի իմ Մայր Հայաստան Վաղարշապատ հոստան ես դու մեր դպրության դարձի կոչնան նոր պայքարի ողջայնության Էջմիածին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեր, ապե
ատելության ու տխրության եկել է ժամը փոխաչի շուշտիության Մայր Հայաստան կուսակցություն, դրուժարություն, Դավիթ Կարապետյան, Գրիաթերթի համարքոց, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիաթերթի համարքոց, միացիր, Սերին վաղաշապատ, սուրի, էչ միացիր, Հարգելի եշնացինցիներ, ողջունում ենք ձեզ։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քվեաթերթիկ համար 4։ Նատեկեք ծափարություններով մեր հայրիկներ ապրեք, ու անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր ձայնից շատ բան է կախված, հայրիկ ջան։ Մենք Մայր Հայաստանն ենք, համար 4։ Ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան, ողջունում ենք։ Եթե հարցեր ունեք, կարող եք վերևից տալ։ Մեր շտաբը հենց այստեղ է գտնվում, հենց թեքվում եք աչ։ Չէ, շտաբը ճշտեք ամեն ինչ ասել։ Մենք եք ասենք, բայց հետևեք մեր լուներին ասենք, մենք եք ասենք, անպայման մասնակցել Հարգելի եշմիածինցիներ, մենք հիմա ձեր կենտրոնական փողոցին հարակից հատվածում ենք, շենքի բակում ենք, ողջունում ենք ձեզ և կոչ ենք անում ձեզ անպայման մասնակցել ընտրությունների, որովհետև սրանք շատ կարևոր քաղաքական ու համայնքային նշանակություն են ունենալու։ Ժողովուրդ ջան, մի ալարեք, մի վախեցեք, մի ընկրկեք, անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի ձեր քվեն չգողացվի։ Նիկոլ Փաշինյանը իր դրածոյի հետ մեկտեղ Բարիս Բունիմաստով Փաշազադեի ծրագիրն է իրականացնում։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք։ Եկեք ծափահարություններով մի հատ մեր ժողովրդի մի հատ մոտեցեք այդ առաջի հարկին էլ բուկլետները, դրոշակները երեխեքն են նայում, տվեք, որ սուվինիր մնա մեր կողմից, որպես դրոշակ։ Եվ շատ կարևորում ենք այս ընտրությունը։ Նայեք սրանք հարցակվել են եկեղեցու դեմ, ուզում են ցույց տալ թե իբր անձերի դեմ պայքար է, բայց իրականում Փաշազադեի ծրագիրն են իրականացնում, որովհետև եկեղեցին հայկական դիմադրության, հայկական ինքնության, հայկական արժեքային համակարգի կարևորագույն մասնիկ է, եւ իրենք ուզում են այդ համակարգն էլ ոչնչացնել, որից հետո պետությունը ջարդել արդեն ավելի հեշտ է լինելու։ Մենք եշմիածինցիներով, վաղաշապատցիներով բոլորս պետք է մերժենք այդ քաղաքականությունը, թույլ չտանք, որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի։ Հիմա նայեք ինչ խնդիր են ուզում իրենք լուծել։ Իրենք նախ թաքցրել են իրենց տեխնացոին, ցույց են տալիս, թե իբր ինքը ԿՊ-ի հետ կապ չունի։ Իբր մեր մինուճար տղա է, մեր տղան է լավ է կառավարում։ Լավ կառավարումը խայտարակությունն է իրականում։ Իրենք 7 տարի Էջմիածնում իշխանություն են եղել։ Ինչ են արել այդ 7 տարվա մեջ։ Կոռուպցիա թալան, որը անգամ իրենք էլ չկարողացան թաքցնել, ու հիմա քրեական գործեր են հարուցված։ Այս մեկը, որը էլի ԿՊ-ն է ներկայացնում,
Եկել է ասում է ես նրա հետ կապ չունեմ։ Այսինքն սրանք պատասխանատվությունից խուսափող մի հատ խայտարակ իշխանություն է, ու այդ տրամաբանությամբ հիմա կարող է մեկնել մի ամսից ասենք վռնդվի, մի հատ ուրիշին բերեն այս մի ամսվա մեջ, ասենք մինչև իշխանությունը հանձնել է, էլի։ Եվ ես մեկ ասի ես նրանց հետ կապ չունեմ։ Այդ տրամաբանությամբ իրենք փաստորեն անպատասխանատու խայտարակ իշխանություն են, ոնց կարող են իրենք իրար հետ կապ չունենալ։ Դա ԿՊ-ական իշխանություն է, ում դեմքի տակ են թաքնված որ լինեն։ Այդ առումով տեսեք ինչ են արել, թալան, կոռուպցիա, ակատներ, այդ հողերի վաճառքներ, ապօրինի թույլտվություններ շինարարության հետ կապված։ Այս ամեն ինչը իրանց ոլորտ է եղել, ընդ որում ոչ միայն ներշնչում։ Ամբողջ Երևանն էլ ապականել, մեր մյուս քաղաքներն էլ ապականել։ Դրա համար մերժվում են քաղաքը քաղաքի հետևից։ Հիմա հերթը հասել է Վաղաշապատ համայնքին։ Դրա համար մենք անկրկնալում ենք, որ Վաղաշապատցիները, էշմիածինցիները պետք է քաղաքական ապտակ հասցնեն սրանց եւ թույլ չտան, որպեսզի սրանց կառավարումը երկարաձգվի, որովհետեւ դա ոչ միայն վտանգավոր է դառնալու Վաղաշապատի էշմիածնի համար, այլ նաեւ վտանգավոր մեր երկրի, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու համար եւ ընդհանրապես մեր պետության համար։ Այնպես որ մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկը համար 4-ն է եւ մենք Մայր Հայաստանն ենք։ Դրա համար ձեզանից խնդրում եւ ձեզ կոչ ենք անում։ Միացիր, որ փոխենք։ Միացիր։ Որ փոխենք։ Միացիր։ Որ փոխենք։ Մայր Հայաստան։ Համար 4։ Համար 4։ Մայր Հայաստան։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ ապահովություններով ժողովուրդ ջան։ Անպայման կմասնակցեք։ Թույլ չտաք սրանց որպեսզի վերարտադրվեն։ Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Այդտեղ բանը այ պրոստը էսակ սկսի ուղագիր է դերերը ոզեն ապա դե մեծ մարդը կարող չի Հակային հանդիպումների ժամանակ մարդիկ պատշգամբներից, պատուհաններից հետևում են եւ ես կարծում եմ, որ նրանք նույնիսկ ովքեր որ չեն հասցնում դուրս գալ, ծանոթանում են մեր մոտեցումներին, մեր ծրագրերին եւ մեր գլխավոր նպատակը այս պահին մարտավարական առումով այն է, որ հնարավորինս շատ մարդ մասնակցի ընտրությանը։ Սրանք վախենում են ընտրողների քվեից, սրանք որոնք շահագործում են, շահարկում են, ժողովրդի անունն են անընդհատ օգտագործում, ժողովրդից վախենում են։ Ուզում են, որ ցածր մասնակցություն լինի, որ իրենց վարչական ռեսուրսով ընտրատեղամասերը լցոնեն եւ կարողանան իրենց պատկերացրած թիվը խփել։ Բայց մեր վաղաշապատցիները հենց իրենք պետք է խփեն իրենց ուզած թիվը եւ կարողանան համապատասխան արդյունք ապահովել։ Թափառող շների խնդիրը իրոք նկարեք, էլի շատ է էջմիածնում։ Թափառող շների խնդիրը ուղղակի օրհասական է դարձել են ծայրամասերում քաղաքի, ընդհանրապես մենք շների ողմակներ ենք տեսել, անկեղծ ասած, եւ դրա լուծումը նաեւ քաղաքակիրթ տարբերակ ունի։ Ունի դա ապաստարանները, ստերջացումը եւ ընդհանրապես կառավարումը, որովհետեւ դա նշանակում է գրանցում, խնամ, հետևել, մարդկանց նաև յուրօրինակ սերտիֆիկացիոն է դա ենթադրում, որովհետև տներ կան, որոնք շուն են տանում, հետո բաց են թողնում, այդ անպատասխանատու վերաբերմունքը մեր համար ընդունելի չի։ Այս ամեն ինչը պետք է կառավարվի եւ կարգավորվի։ Մենք հիմա հերթական բակն ենք մտնում եւ նորից կներկայացնենք մեր ծրագրերը։ Սիրելի վաղաշապատցիներ, հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին,
նոյեմբերի 16-ին գնալ դրամաս եւ իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը։ Սերի այրագիստեր, մենք իմ 4 քրեատետիկն ենք, բոլորի կոչ ենք անում, չխուսափեն, չանարեն, դժվարություն չհամարեն, անպայման գնալ ընտրատեղամաս եւ սեփական դիրքորոշումը արտահայտել, թե Էջմիածնի, թե Մայրաթոռի, թե Մայր հայրենիքի, թե Մայր Հայաստանի նկատմամբ։ Սեր էջմիածնցիներ, այս ընտրությունները պարզապես համայնքային ընտրություններ չեն։ Սա շատ նշանակալի իրադարձություն է, որպեսզի դուք համայնքի մակարդակով ցույց տաք ձեր վերաբերմունքը քաղաքացիական պայմանագիր կոչող այդ բախտախնդիրների խմբակին։ Սիրելի հայրենակիցներ, այն որ ձեր համայնքում ՔՊ-ի կառավարման տարիներին առանձնապես ոչինչ չի փոխվել, միայն սկանդալներ, կոռուպցիա եւ անպատասխանատվություն, բայց այդ նույն պատկերն է ամբողջ հանրապետությունում եւ հանրապետության շուրջ։ Այս իշխանությունները դեպքից ցինիկ արտահայտությամբ թշնամու կազմում ճանաչեցին Արցախը։ Այս իշխանությունները գնացել եւ սուրճի են հրավիրում Էն Ալիևին, ով առ այսօր հայ գերիներ է պահում Բաքվում, Էն Ալիևին, որը ակնհայտ կերպով շարունակում է տարածքային հավակնություններ ցուցաբերել Հայաստանի նկատմամբ եւ սուրճի են հրավիրում Էն Ալիևին, ով Նիկոլ Փաշինյանին բազմիցս հայտարարել է հարթած ծաղրածու։ Այ այդ են սրանք։ Ու հիմա մի թղթի կտոր են վերցրել, ամենաշատ պատերազմը բերած լինելով մեր երկրի որպես իշխանություններ, ամենաշատ մահը, ամենաշատ տարածքային կորուստը, այդ թղթի կտորը վերցնել են, եկել են ուզում են բոլորից խաբել, թե իբրև թե իրենք բաղձամի խաղաղություն են բերել, այնինչ թշնամին շարունակում է կրճտացնել ատամները եւ բացահայտ չեն թաքցնում, որ այդ թուղթը կեղծիք է, այդ թուղթը ախորra է, այդ թուղթը տվել են իրենց պրոտեժեին, որ նա սեփական հարությանը խափի, հերթական անգամ խափի։ Հիմա հավապետական մակարդակով խափող իշխանությունները ոչ կարող են Էջմիածնում չխափեն, 7 տարի խափել են, էլ եք ուզում խափված լինեք, իհարկե ոչ, դրա համար բոլորիդ կոչ ենք անում, անպայման, անվարան կերպով, վեր կենալ, այդ օրը գնալ ընտրատեղամաս եւ իդեմս Մայր Հայաստանի ձայնը տալ գաղափարական, հասուն, պատասխանատու, երիտասարդական ավիոնով լցված եւ պարզերես քաղաքական ուժի իդեմս Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխենք։ Սիրելի վաղաշաբաթցիներ, նոյեմբերի 16-ին այցելեք ընտրատեղամաս եւ վերջ դրեք այս ապիկար կոռումպացված իշխանությանը։ Եվ մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք եւ մեր քվեաթերթիկն է համար 4։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ հարգելի էջմիածնցիներ, ես գիտեմ, որ դուք հիմա ուղիղ եթերով ձեր պատշգամբներից, պատուհաններից հետևում եք, ես գիտեմ, թե ինչ վախի մթնոլորտ են սրանք ստեղծել, ես գիտեմ, թե ինչերի են սրանք ունակ, եթե սրանք տարել են հազարավոր մեր երեխեքին կրակի բերան, դիտմամբ, ուրեմն ասում որ մենք չենք դադարեցրել պատերազմը, որ մեզ դավաճան չասեն, դավաճանաբար հանձնել են մեր երեխեքին, դավաճանաբար պարտվել են, հիմա շարունակում են նույն դավաճանությունը կիրառել, ուրեմն սրանք թալանչիների, դավաճանների եւ ապիկարների իշխանություն են եւ սրանց մենք պետք է միասնաբար մերժենք, որպեսզի համայնքային զարգացում ապահովվի, որպեսզի մեր երկրում խաղաղություն լինի, որպեսզի մենք մենակ չմնանք, առանց դաշնակիցներ չմնանք, սրանք փչացրել են բոլոր հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, եւ իրականում նաեւ Արևմուտքի հետ, սրանք ընդհանրապես Թուրքի պահած իշխանություն են եւ որպեսզի
այդ թուրքի պահած իշխանությունը վերարտադրեն, Փաշազադեի հրահանգով հարձակվել են նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որպեսզի մեր ինքնության դեմ արդեն պայքարեն, մեր պետականության դեմ պայքարեն։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում, քվեն տվեք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստանը թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն է այս ապիկար, անաստված իշխանությանը, եւ մենք ձեր քվեի ուժով սրանց կվռնդենք նախ համայնքից, ապա նաև ամբողջ հանրապետությունից։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք։ Մենք կողմով, շարունակենք մենք կողմով, դեպի բախտը։ Բախտա բայց է, հա, գնա։ Սիրելի ժողովուրդ, մենք ողջունում ենք ձեզ եւ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Պարոն Թևեն, Մայր Հայաստանը միակ կուսակցությունն է, որ զվարթնոցի վերաբերյալ ծրագիր է ներկայացրել։ Ինչ եք այդտեղ պատրաստվում անել։ Ակնկալում ենք, որ կստանանք քվեն քաղաքացիների եւ զվարթնոցում ներդրումային ծրագիր ունենք իրականացնելու այդ Սատանյանի փոխվածքը կարող ենք վերականգնել եւ շատ հզոր զբոսավայր սարքել ոչ միայն զվարթնոցի բնակիչների, այլ նաեւ Էջմիածնի վաղարշապատի, ինչու՞ չէ նաեւ Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր որ դրան մեր սուրբ քաղաքը կարող է նաեւ օգտվել այդտեղի կարուսելներից, ատրակցիոններից, շատ լուրջ ներդրումային ծրագիր ունենք, այնպես որ զվարթնոցը այդ լքված վիճակից կարող է դուրս գալ։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քննադեպքը համար 4-ն է։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին եւ ձեր քվեի ուժով մեր քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցված թուրքական 5-րդ շարասյանը եւ ցայնը տալ Մայր Հայաստանին թիվ 4-ին, որովհետեւ մենք այս իշխանության թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն ենք։ Եթե ուզում եք նախկինի ու ներկայի բանավեճից դուրս ընտրություն կատարել, ապա ձայն տվեք այլընտրանքին, նոր ուժին, այսպես ասած երրորդ ուժին, եւ դա Մայր Հայաստանն է։ Մենք թիվ 4-ն ենք եւ մերժում ենք այն կերպ բանավեճը, որը փորձում է մեր ժողովրդին պարտադրել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակը։ Մենք ինքնուրույն ուժ ենք, մենք նոր ուժ ենք, մենք բաց ճակատով վերդիմաց կանգնած ակնկալում ենք ձեր քվեն եւ պարտավորվում ենք քվեի արկայության պարագայում, իշխանության պարագայում կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որը մենք ձեզ ներկայացրել ենք։ Ձեզանից պահանջում է մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեով սատարել մեր ծրագրերին, որոնք ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության են։ Քաղաքացիական պայմանագրի վերարտադրվելու պարագայում հարվածի տակ է դրվելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայկական ինքնությունը եւ հայոց պետականությունը։ Մենք պետք է մերժենք այս ապիկարների, դավաճանների իշխանությանը եւ ձևավորենք նոր ազգային իշխանություն։ Մայր Հայաստանը պարտավորվում է իշխանություն ստանձնելու պարագայում դրական փոփոխություններ բերել համայնքային կյանքում եւ փոփոխությունների գրակը հասցնել ամբողջ հանրապետությունով մեկ։ Դրա համար ընդամենը ձեզնից պահանջվում է մասնակցություն եւ քննարկություն։ Ձեր չմասնակցությունը օգտագործվելու է թուրք-ադրբեջանական ծրագիր իրականացնող քաղաքացիական պայմանագրի կողմից։ Դուք ունեք շատ մեծ պատասխանատվություն անպայման մասնակցել ընտրությանը եւ թույլ չտալ թուրքական հարձակում մեր առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով բերեք փոփոխություններ։
Բարև ձեզ։ Ծանոթացեք, մեծնակի մեծ երեխուն նա դերոշակ շփոթ, դերոշակ շտան քապարելով գնաց, հա, ու ինչ հալած։ Մարիա, շատ լավ անուն է Մարիա։ Իմ անունն էլ Անդրանիկն է։ Ծանոթանանք, արի, նա ճկիկը դու։ Այդ ծանոթանանք, ես Անդրանիկն եմ, դու Մարիան ես, ապրես, բալես։ Դերոշակը թափարելով դու գնաց։ Ահա, ապրեք։ Եկեք երեխուն նա ծափարեք։ Ողջունում եմ ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, անպայման մայրի ջան, ձեր քվեի շատ բան է կախված, մենք համար 4-ն ենք, պայմանավորվեցինք, համար 4, Մայր Հայաստան, ծափարություններ մեր քաղաքացիների։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, դիացի, որ փոխենք, Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապած սուրի, էչ միացի, իմ Մայր Հայաստան։ Վալաշապած, ոստան ես դում էր դեպրության, դարձիվ կոչնար, նոր պայպարի ոգայության։ Սիրելի իշկացիցիներ, ողջունում ենք ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք և նոյեմբերի 16-ի ընտրություններին ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել և ձեր քաղաքացիական պարտքը կատարել։ Դուք ձեր մասնակցությամբ հնարավորություն կունենաք մերժելու քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և սկիզբ դնելու նոր իշխանության ձևավորմանը։ Մենք ձեզ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ն է ընտրության օրը, ձեր մասնակցությունը շատ կարևոր է։ Եկեք մի հատ ողջունենք մեր քաղաքացիների ծափարություններով։ Ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, Ժորժ ջան, շատ շնորհակալություն, որ հետևում ենք, մենք ձեր դուրն ենք եկել և ակնկալում ենք ձեզանից քվե, որպեսզի կարողանանք այս թրքահաճո, ադրբեջանահաճո քաղաքացիական պայմանագրին վերջ դնել, ձևավորել նոր իշխանություն, որը կոռուպցիայի մեջ թաղված չի լինելու սրանց պես, որը ատկատներով չի զբաղվելու սրանց պես, որը թալանով չի զբաղվելու սրանց պես, որը անտաղանդ ու ապիկար կառավարում չի իրականացնելու սրանց պես։ Մենք ձեզ խոստանում ենք մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչել, որովհետև պարզ երեսով ենք ձեր առաջ հանդես գալիս, որտեղ որ ներկայացված ենք Հավաքանիում, այնտեղ 24/7 ռեժիմով աշխատում ենք։ Նայեք Երևանում ինչ ենք անում, ինչպես են քաղաքացիների շահերը պաշտպանում, ձեր մոտ էլ նույնն է լինելու ցանկացած պարագայում, բայց որպեսզի մենք միայն խնդիրներ բարձրաձայնողի դերում չլինենք, այդտեղից դուրս։ Որպեսզի մենք միայն խնդիրներ բարձրաձայնողի դերում չլինենք, այլ կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել, երեխուն զգուշ չմրսացնեք, շնորհակալություն որ եկել եք, բարև ձեզ։ Ողջունում ենք, նա տելեֆոն է ծափարենք, որպեսզի այդ ծրագրերը կարողանանք կյանքի կոչել, համայնքային խնդիրները լուծել, համապետական մասշտաբով փոփոխություններ իրականացնել։ Մենք ակնկալում ենք ձեր քվեն համայնքային ծրագրերի հետ կապված։ Սրանք մանկապարտեզները վճարով են դարձրել։ Մենք մեր ծրագրով նախատեսում ենք, որ մանկապարտեզները լինելու են անվճար և դրա բոլոր հնարավորությունները կան։ Սրանք եթե մանկապարտեզներ կառուցել են, ապա պետական պարկ կա ավելացնելով։ 13 միլիարդ դոլարից պետական պարկ կա անցել է։ Հետո այդ ամեն ինչը մեր երեխեքի վզին են փաթաթելու։ Ամեն մեկի վրա 4000 դոլարից ավել պարկ կա, փաստորեն, եթե ամբողջ պետական պարկը հաշվում է։ Մենք տեսնում ենք հնարավորություն ներդրումային ծրագրերը զարգացնելով, բիզնեսը զարգացնելով, բիզնեսին խթանելով, որպեսզի զարգանա, մարդկանց հնարավորություն տանք սեփական գումարները վաստակելու և համայնքը հարստացնելու։ 10 միլիոն դոլարից ավել է տարեկան համայնքային բյուջեն, որով գործնականում ոչ մի բան հնարավոր չի անել։ Իրենք իրենց աշխատավարձեր են բաժանելու ու գնան իրենց տներով, իրենց ատկատները վայելելով։
Մենք առաջարկում ենք բյուջեն լրացնել Էջմիածինը տուրիստական կարևորագույն կենտրոն դարձնելով։ Աշխարհում հայտնի է Վատիկանը։ Վատիկանի ամբողջ բյուջեի մեծ մասը տուրիստական հոսքերով է լինել։ Հարևան Վրաստանը վերցրեք, Մսխեցյան, ովքեր եղել են գիտեն, հոգևոր մայրաքաղաքը լինելով Վրաստանի նաև հսկայական բյուջետային միջոցներ են ապահովում տուրիստական հոսքերով։ Այստեղ ինչ է, կենտրոնական փողոցն ենք նայում, տուրիստը գալիս է մի կես ժամում գնում է եկեղեցում, մոմը վառում է, թողնում է հեռանում է Էջմիածնից, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներ չկան, հյուրանոցային բիզնեսը զարգացած չի, ենթակառուցվածքներ չկան ազատ զվարճանքի վայրերի հետ կապված, սրճարաններ եւ այլն։ Այդ համակարգերը գոյություն չունեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ համայնքը, քաղաքապետարանը գովազդային ագրեսիվ արշավ իրականացնի։ Մեր հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնը այնպեսի մակարդակով նշվի, որ մարդիկ որպես տոնական օր այլ տեղերից էլ, այլ քաղաքներից էլ, այլ երկրներից էլ գան, մասնակցեն։ Մեր, այսպես ասած, թանկագին է Էջմիածնի Քյուրթան համտեսել, Քյուրթաների փառատոն կազմակերպի, Էջմիածնի տոնը ճիշտ կազմակերպի, որ մարդիկ կարողանան հոսք ապահովել։ Այս քաղաքը փող մտնի, քաղաքը զարգանա, ոչ թե քաղաքի կենտրոնից մի քիչ հեռանանք, տեսնենք թափառող շների ոհմակներ են ման գալիս, տեսնենք ասֆալտը քանդու-քարապ վիճակում, տեսնենք, որ ենթակառուցվածքներ չկան, մեր քաղաքային տրանսպորտ չկա։ Մենք այս բոլոր հարցերին տիրապետում ենք, ժողովուրդ ջան, ուրեմն բոլոր տրանսպորտային խնդիրները պետք է կարգավորվեն, թոշակառուների համար, ուսանողների համար, հաշմանդամություն ունեցողների համար, զոհվածների ընտանիքների համար, կամ անվճար կամ զեղչային համակարգ։ Այս բոլոր հնարավորությունները կա ուղղակի սրտացավ պրոֆեսիոնալ վերաբերմունք ապել եւ մենք կարծում ենք, որ Մայր Հայաստանը ունի այդ հնարավորությունը, վստահ է, որ կարողանալու ենք կյանքի կոչել մեր ծրագրերը, իսկ համապետական մասշտաբով իմացեք, ով ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրից, հետո չասեք չենք իմացել։ Վստահաբար ձեզ պնդում ենք, դա ուղիղ Փաշազադեին եք տալի, Ադրբեջանի այսպես կոչված հոգևոր առաջնորդին։ Դա չի կարելի թույլ տալ, ժողովուրդ ջան, սրանք Ադրբեջանի հրահանգով են հարձակվել եկեղեցու դեմ։ Կեղծ քարոզ են տանում իբր թե առանձին հոգևորականների դեմ են հարձակվել, որպեսզի բարեփոխեն եկեղեցին, մաքրամաքուր դարձնեն։ Սուտը իրանք ոտից գլուխ կեղծիքի ու թալանի մեջ, սրտի մեջ թաղված են։ Ոնց կարող են իրենք մեր եկեղեցու բարեվարկությամբ մտահոգված լինել։ Իրանց նպատակը այլ է։ Ադրբեջանը հրահանգը տվել է, Փաշազադեն հրահանգը տվել է, որովհետև իրենք ուզում են Հայաստանը դարձնել արևմտյան Ադրբեջան, այսօր էլ Ալիևը հաչում էր, թե իբր Սևանը Գյոյչան է, ուրեմն պետք է թարս ապտակ տալ այդ դրանց այդ մոտեցումների եւ ասել, որ մենք դեմ ենք այդ քաղաքականությանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հետևելու համար, ժողովուրդ ջան, ձեր վրա շատ բարձր պատասխանատվություն կա դրված։ Էջմիածինցիները ոչնչով պակաս չեն երևանցիներից, որոնք մերժել են սրանց ուղղակի իրենք այդ կոռումպացված կուլիսային տարբերակով մնացին աթորից, ոչնչով պակաս չեն գյումրեցիներից, հարավերցիներից, վանաձորցիներից, բոլորը սրանց մերժել են, տեղերում մերժելով գանք, հետո վերջում մի հատ քացով քաղաքական առումով, քացով կվրընդենք սրանց, կպրծնենք, կազատենք ես մեր Հայաստանը, մենք է խաղաղ կապրենք, մենք էլ արժանապատիվ կապրենք։ Ձեր քաղաքական ապտակը պետք է լինի նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցությամբ, թե չէ սրանց վերարտադրության պարագան ժողովուրդ ջան, բացի են, որ երկրին են վնաս բերելու, նաև ձեր կեղծաղի վրա է դա ազդելու, թանկացումների տեսքով, ապիկար կառավարման տեսքով ու լկտի վարկագծի տեսքով։ Մենք հիմա խոսում ենք էջմիածինցիների շատերի հետ, բոլորը մտահոգված են կրիմինալի աճով, օրական դանակահարություն, սպանություն, հանցագործություն, անտերության են մատնել քաղաքը ու պաշտոնական վիճակագրությամբ վաղ շաբաթը ամենակրիմինալ համայնքներից մեկն է դարձել։ Ամեն սազում, ամեն սուրբ քաղաքը այդպիսի վիճակագրության մեջ լինի։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում, այս ամեն ինչին վերջ դնելու համար։ Մասնակցեք ընտրությանը, քվեարկեք Մայր Հայաստանի թիվ 4-ի օգտին, որպեսզի այս հայտարարությանը վերջ դրվի։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ եկեք ծափարեք մեզ հետևողներին։ Մայր Հայաստան! Համար 4! Միացի! Միացի! Ուսակցություն կրեատիվ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շաբաթ սուրի, էջ միացի, Մայր Հայաստան,
իմ այր Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության եկել է ժամը քո խաչի շուշտիության Սեր տունածին կապու համար Վալաշապան Սերին վալաշապան Սուրի էջմիածի իմ այր Հայաստան Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորդին Կես պահպանի աստողորդին Սերին հավաշապատ սուրդին, էջմիածին Իմ այր Հայաստան Սերին հավաշապատ սուրդին Էջմիածին Իմ այր Դավիթ Կարապետյան, Ռուսինե Իպաչյան, Քրեաթերթի համար 4, միացիր, որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Ողջույն, հարգելի էջմիածնի ժողովուրդ, մենք Մայր Հայաստանն ենք, Մայր Հայաստան կուսակցությունը և կոչ ենք անում նոյեմբերի 16-ին բոլորդ անպայման այցելեք ընտրատեղամասեր և կատարեք ձեր քաղաքացիական պարտքը ի օգուտ էջմիածնի, ի օգուտ Վաղարշապատի և ի օգուտ մեր հայրենիքի լավ ապագայի։ Այս իշխանությունների կառավարումը Էջմիածնում 7 տարի տեսել ենք, շրջելով փողոցներում, տեսնում ենք անբարեկարգ փողոցներ, չկան ասֆալտապատումներ, չկան բարեկարգ այգիներ, խաղահրապարակներ և ժամանակն է եկել, որ դուք վերջ դնեք այս ապիկար իշխանությունների կառավարմանը և սկիզբ դնենք բարեկարգ և գեղեցիկ Էջմիածին կառուցելու սկզբին։ Եվ այսպես կոչ ենք անում նոյեմբերի 16-ին պարտադիր այցելեք ընտրատեղամասեր և Մայր Հայաստանը պատրաստ է ձեր հետ միասին ստանձնել այս քաղաքի կառավարումը և բարեկարգել և օգուտ տալ ձեր քաղաքին։ Մայր Հայաստանը համար 4-ն է քվեաթերթիկով և այսպես միացեք, որ փոխենք։ Նոյեմբերի 16-ին միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք։ Ծրագիր է, որ ուսումնասիրես, գրած է, որ շների մասով մենք ծրագիր ունենք, որ պետք է շներից տեղեկացնենք, ոչ սատկացնելու ենք, ոչ բանենք, դրանք էլ են կենթանի, պետք է։ Բայց պետք է անեցանենք, որ Քաղաքակիր տարբերակով։ Կանցնեն օրեր ատելության ու տխրության
Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Օսինե Լուկաշյան, Վերաթերթի կամաչոս, միացիր, որ փոխալիք։ Ողջույն, սիրելի եշնատունցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Գրիադերթիկ համար 4, նոյեմբերի 16-ի ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու եւ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել։ Հրատել ենք ողջունել ենք մեր քաղաքացիների, ովքեր եկել են, Պալեստինը ապրես, ողջունել եք երեխեք։ Անարի ձեռովալե։ Հոպա։ Անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեարկությամբ վերջ դրեք քաղաքացիական պայմանների ոչ խմբակին։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մենք այս իշխանության ու նրանք կցվածների թիմն ենք հավաքական դիմախոսն ենք։ Մենք ձեզ խոստանում ենք դրես տանելու պարագայում կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացված են Մայր Հայաստանի կողմից։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Միացի! Որ փոխեք! Միացի! Որ փոխեք! Հարգելի եշնատունցիներ, թույլ չտաք մեր սուրբ քաղաքը սրանք վերածեն ադրբեջանականացման ենթակա քաղաքի։ Նիկոլ Փաշինյանը գործում է Փաշազադեի հրահանգով եւ այդ հրահանգով է արձակվել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Մենք դեմ ենք եւ մերժում ենք այդ քաղաքականությունը եւ ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին մասնակցելով ընտրությանը վերջ դնել այս դավաճան ապիկար իշխանությանը եւ փոփոխությունների սկիզբ դնել հենց վահաշապատում։ Մեր մյուս քաղաքները, համայնքները իրար հերթ չտալով մերժել են այս ապիկարների իշխանությանը։ Հիմա հերթը վահաշապատինն է, էշնատնին է, որից մենք մերժենք այս անիակ իշխանությանը, այս անաստված իշխանությանը, որը հակահայկական քաղաքականություն է իրականացնում։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է, Մայր Հայաստանը իմ 4 քվեաթերթիկն է, մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեուժով սկիզբ դրեք դրական փոփոխությունների համար։ Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Միացի! Որ փոխեք! Միացի! Որ փոխեք! Հարգելի հետևորդներ, մենք այս պահին շարունակում ենք շրջել Էջմիածնով եւ բակային հանդիպումներ ենք հիմնականում անցկացնում, նրանք ովքեր նոր են միացել, նրանց համար եմ ասում եւ մի քանի գյուղեր ենք այցելել այս ընթացքում, անցնելու ենք բնականաբար բոլոր 18 գյուղական համայնքներով եւ ներկայացնելու ենք մեր ծրագրերը։ Բնականաբար Էջմիածին էլ այսպես ասած սանրելու ենք բոլոր այն տարածքները, որտեղ չենք եղել, մտնելու ենք բակերը եւ ներկայացնենք մեր մոտեցումները։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Եվ այս մոտեցումը հատուկ ենք ողջունել, որովհետեւ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ մտնենք։ Բարև ձեզ։ Եվ ներկայացնենք մեր այն քաղաքականությունը, որը մեր կարծիքով ամենաարդյունավետն է լինելու վահաշապատի համար։ Ողջունում ենք ձեզ ժողովուրդ ջան, ողջունում ենք։ Մայր Հայաստանն է, ողջունում է ձեզ։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է, իրոք քշի անցել է սա։
Չի պահել է տրվա։ Ահա, հոպա, բրավո։ Ժողովուրդ, ձեզ ողջունում ենք։ Մայր Հայաստանը ինքնածափարություններով եւ ձերքով ողջունենք մեր քաղաքացիներին, ովքեր պատշգամբներից ու բալկոններից, պատուհաններից հետևում են մեզ։ Մենք Մայր Հայաստանն ենք թիվ 4 քվեաթերթի։ Ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեուժով վերջ դնել քաղաքացիական պայմանների փոխանցին։ Սրանք որոշել են ձեզ խաբել, հանդես են գալիս 2.5 դեմքով, այնքեսի անը չեր տա իմաստ չունի, նա չի էլ անցնելու, այն մյուսներ չի անցնի, բայց համը կհամի ու արդեն հանում է, որովհետև սադրանքների է գնում, մատկության է գնում, այդ հայրեն միատ բարկը, նրանք բուտիլովշիկների հավաքածում են, այդ բուտիլովշիկների հետ է քաղաքացիական պայմանագիրը գնում ընտրության։ Սրանց նպատակը որն է, ձեզ խաբեն, քվեն կորզեն, կան հայտնվեն համայնքային կառավարման ղեկին ու շարունակեն այն թալանը, որը մինչև հիմա 7 տարվա ընթացքում իրականացել է։ Տեսեք, իրենց ներկայացուցիչը, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը 7 տարի ղեկավարել է Էջմիածինը, իրենք են արդեն արձանագրում, որ կոռուպցիայի դեպքեր կան, բայց պատասխանատվություն չեն կրում դրա համար, այս նորանշանակը ԺՊ-ն ասում է, որ ինքը կապ չունի, այսինքն փաստորեն ԺՊ-ն ՔՊ-ի հետ կապ չունի, բայց դա անպատասխանատու վերաբերմունք է։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք պետք է վաղաշաբաթում թույլ չտանք այս իշխանության վերարտադրություն, որպեսզի պաշտպանենք դրանով նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետև սրանց վերարտադրության պարագայում ադրբեջանական հրահանգով հարցակումները մեր եկեղեցու դեմ ավելի սաստկանալու են։ Եվ սա առանձին հոգևորականների դեմ հարցակում չէ։ Սա հարցակում է մեր եկեղեցու դեմ, որը հայկական դիմադրության կարևորագույն օջախներից մեկն է, եւ Ադրբեջանը շատ լավ դա գիտակցելով այն գլխից պահանջ է դնում Նիկոլ Փաշինյանի առաջ, որ ինքը հարցակման ենթարկի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ուրեմն նախ քաղաքական առումով իմացեք, եթե ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագրին, ուրեմն քվեարկվում է Փաշազադեի, Ադրբեջանի այսպես կոչված հոգևոր առաջնորդի օգտին, որը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն քաղաքական առումով սա կարևոր կետ է, որ կուզենայի, որ դուք արձանագրեիք։ Հաջորդը համայնքի կառավարման հետ կապված։ Եթե այս ապիկարությունն ու թալանը ուզում եք վերանա, պետք է անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեուժով սկիզբ դնեք փոփոխությունների։ Մեր ծրագրով Էջմիածնի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, եկեք մի հատ երեխուն ողջունենք, հա, ծափարություններով, Մայրիկ ջան, ապրեք, քույրիկ ջան, ապրեք, Ժորժ ջան, ծափարություններով, ձեզ ողջունում ենք, ապրեք, մենք թիվ 4-ն ենք, Մայր Հայաստան, քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական հակառակորդը, եւ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեուժով վրընդել սրանց կառավարման ղեկից, հետո այդ ամեն ինչը կտեղափոխվի ամբողջ Հայաստանով մեկ։ Ժողովուրդ, քաղաքացիական պայմանագիրը ադրբեջանա-թուրքական ծրագիր է իրականացնում, մեր սուրբ քաղաքի դեմ, մեր սուրբ եկեղեցու դեմ են հարձակվել, մենք այս ամեն ինչի դեմ ենք, եւ ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցության, որպեսզի նոր աշխարհից բացվի վաղաշաբաթի վրա։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի Էջմիածինցիներ, մենք բոլորս ողջունում ենք ձեզ։ Մայր Հայաստանն է ձեզ ողջունում եւ մենք ձեզ վստահում ենք բոլոր խնդիրներից տեղյակ եք։ Սկսած տրանսպորտից, բակերես վիճակից, այս փոսերից եւ այլնից որ կա, խաղահարապարակների բացակայություն, տրանսպորտի անմխիթար վիճակ, վճարողի մանկապարտեզներ, որը մենք պատասխանում ենք անվճար դարձնել։ Այս բոլոր խնդիրներին մենք ծանոթ ենք եւ մենք առաջարկներ ունենք եւ կանաչ գոտիների ավելացման հետ կապված, եւ Էջմիածինը տուրիստական կենտրոն դարձնելու հետ կապված, ոչ մի բանով Էջմիածինը պակաս չի Մեսխեցիայից Վրաստանի, որ չկարողանա հազարավոր, տասնյակ հազարավոր տուրիստներ բերել եւ մեր քաղաքը զարգացնել։ Այս հնարավորությունները կա, ուղղակի պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջվում եւ խնդիր, որ զարգացնենք հյուրանոցային համակարգը, ենթակառուցվածքները, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ փող աշխատել, աշխատատեղ ունենան եւ զարգացնել մեր քաղաքը, բյուջեի հնարավորությունները մեծացնել, որպեսզի փոշակառուները իրենց հնարավորությունները ստանան եւ եթե բյուջեն մեծ այլնում,
ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա կա։ Տեղական բյուջեներից լրատվականներին հատկացում թոշակառուների, լրատվականներին հատկացում կրթության ոլորտում աշխատողների։ Դա ֆինանսի խնդիր է, դա կառավարման խնդիր է, որը մենք ներկայացնենք ձեզ որպես ծրագիր։ Իսկ որպես ապա հայրապետության քաղաքացիներ, դեր երկրի խնդիրներով մտահոգված մարդիկ, իրենց սրանց պատերազմ բերելը, սրանց ավեր բերելը, սրանց պարտություն բերելը, մենք դեր ենք ես իշխանությանը, եւ մենք ասում ենք, որ իրական խաղաղություն, իրական անվտանգություն հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում, իշխանափոխություն Հարաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Մենք ձեզանից ակնկալում ենք ընդհանրապես ակտիվ մասնակցություն նոյեմբերի 16-ի կայանալիք քվեարկությանը եւ ակնկալում ենք, որ դուք կմերժեք քաղաքացիական պայմանագիր եւ ձայնը կտաք Մայր Հայաստանին, որը այս իշխանության դեմ պայքարող թիվ 1 ընդդիմախոսն է։ Մենք այդ նախկին ներկա այդ բանավեճերից այդ տեխնորակարգից դուրս ենք, մենք այլընտրանքային ուժ ենք, մենք նոր ուժ ենք եւ մեր աշխատանքը դուք կարող եք տեսնել, թե ինչպիսին է եղել մասնավորապես Երևանում, որտեղ Մայր Հայաստանը ներկայացված է ավականում, մենք քաղաքացիների շահերը պաշտպանում ենք 24/7 ռեժիմով, սկսած բակերի խնդիրներից, տանիքների խնդիրներից, մուտքերի խնդիրներից, վերջացած ավելի գլոբալ հարցերը, տրանսպորտի հարցերը, քաղաքի կառավարումը, կոռուպցիան եւ այլն։ Այս առումով մենք ձեզանից ակնկալում ենք քվե, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը։ Ծանոթացեք համացանցով ավելի մանրամասն, թե ինչ է ներկայացնում Մայր Հայաստանը եւ ամենակարևորը մասնակցեք ընտրությանը, որպեսզի ձեր քվեն չգողանա։ Եթե դուք չեք մասնակցում ընտրությանը, սրանք հնարավորություն են ստանում վարչական ռեսուրսի կիրառմամբ իրենց ուզած թիվը սահմանել, որը պետք է թույլ չտալ, որովհետև դրանից հետո արդեն սկսվելու է հարձակումը եկեղեցու դեմ, մեր պետության դեմ։ Եկեք նայեք Ալիևը ինչ հայտարարություններ է անում, սրանց ամբողջ խաբեությունը կբացահայտվի։ Եթե խաղաղություն են բերում Ալիևը ինչի է խոսում Սևանա լճից, այսօր հայտարարել որ Սևանը Չէ, բարեկամներ բոլորը շատ բարեկամ է, շատ շնորհակալ եմ Հայկ։ Ոչ, այդպես բավարար գնահատել, իրացել է շատ Նորը խնդրում եմ մասնակցեք անպայման, դեր մասնակցությունը կարևոր է։ Եթե չմասնակցեք սրանք իրենց վարչական ռեսուրսով լեցունելու եք, ժողովուրդ ջան։ Շատ շնորհակալություն, եկեք ապահովենք մեր քաղաքացիներին, ովքեր որ հետ են ունենալիս, ծանոթացեք ծրագրերի ձեզ հավատանը մենակ մասնակցեք ընտրությանը։ Հարաշապատը ոչ մի բանով պակաս չի մյուս քաղաքներից, բոլոր տեղերը մերժել են Նիկոլեց, դուք է մերժեք, որ մենք մեր արժանապատիվ կեցվածքով գնանք առաջ։ Բարև։ Անը ոնց է հլասը։ Հուսեր քանի տարեկան ես հուսեր։ Դիմակ ծտի կարա։ Այ ապրես։ Սա գնացեք, երեխուներն մի հատ ծափ արեք ժողովրդան։ Անպայման տատին կասեք, որ անպայման մասնակցին տեսանեն։ Սիրելի վաղաշապատցիներ, հարգելի հայրենակիցներ, մենք Մայր Հայաստանն ենք, մենք բոլորիդ կոչ ենք անում, անպայման գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրություններին, ողջուն ենք, քանի որ մենք արժանացել ենք այդ պատվի, որ մեզ նկարում եք, փոքրիկներ մեզ անայում, այդ ես ապրես, բարես, տատիկով, այդ ես, բրավո, շատ սիրում եմ։
Էջմիածնի ապագա մեծահասակներ, փոքրիկներ, ձեր ջիջ հայացքը, ձեր ձեռքերի թափահարումը մեզ տալիս է այն հույսը, այն լույսը, այն էներգետիկան, որ բոլորս պատասխանատվություն ստանձնենք, գնանք տեղամաս եւ բարձրի հաղթանակը բերենք էջմիածնիների։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունները տապալվել են թե տեղական մակարդակով, թե համապետական մակարդակով, թե տարածաշրջանային մակարդակով, այս իշխանությունները պարտության, նվաստացման, թշնամու առաջ ստորացման սիմվոլներն են։ Այս իշխանությունները գալիս են այդտեղ, հոխորտում են Հայաստանի քաղաքացու վրա, բանտարկում են, ազատազրկում են, հարցակում են մայրաթորի վրա, գնում են թշնամու առաջ, դառնում են կուրկուրի ձակ, թուղթ են մուրում, ասում են արի կոֆե խմի, բաժակդ կնայեն։ Այս են այս իշխանությունները, ու այս իշխանությունների տեղական դրածոները իրար հետևից դոմինեի էֆեկտով պարտվում են ողջ հանրապետության տեղական ինքնակառավարման խոշոր մարմիններում։ Հիմա հերթը եկել է հասել է Էջմիածնի, բայց Էջմիածնում պարզապես տեղական ինքնակառավարման ընտրություններ չեն։ Դուք վերաբերմունք ենք արտահայտելու մայրաթորի վրա սանձազերծված այս խայտառակ ու ամոթալի արշավի նկատմամբ։ Քվեարկում եք համար 7-ին, ձեր ձայնը տալիս եք Փաշազադեին, քվեարկում եք համար 4-ին, ձեր ձայնը տալիս եք Մայր Աթոռին։ Մայր Հայաստան, համար 4, միացին, միացին, միացին։ Ողջույն։ Համաչոս միացիր, որ փոխենք։ Սերին վավարշապատ սուրին Էջմիածին իմ այ Հայաստան Վավարշապատ հոստան ես դու մեր դպրության Տապցի տոչնավ նոր պայքարի ողջայության Էջմիածին իմ այ Հայաստան Կանցնեն նորեր ատելության ու տխրության Եկել է ժամը կողացի շուշնիության Սերն ուրասին, տոք ու հավոտ Ձեր ձեռքերը թող միշտ դալար լինի ու բոլորս միասին բերել ենք փոփոխություններ թե Էջմիածնին, թե ողջ հանրապետությանը։ Ելին է քո ոսկե ասա, չարին մարտին, սրտին ու անհավատին, մայր պաճարի, լույս հորին, ես մաղկանի ասովորդին, սերին համարշապատ սուգին, Էջմիածին, իմ այ Հայաստան, Մենք ընտրում ենք համար 4։ Կրեատիվ համար 4 միացիր։ Ողջույն ենք ձեզ, կապարություններ։ Մենք մայր Հայաստան ենք, ողջունում ենք ձեզ։ Անպայման գրած ենք կրնալել համար սոյետերի 16-ին, հեքին 4-ը, մայր Հայաստան, Համար 4։ մայր Հայաստան, Համար 4։ մայր Հայաստան, Համար 4։
Kreativität համար չես, միացիր, որ փոխենք։ Սերին վաշապատ սուրեն, էջ միացին, իմ այ Հայաստան։ Վաշապատ, ոստան ես դու մեր դրբրության, դացի կոչնամ, նոր պայմարի ողջայության։ Զորավոր, աչքը մազին, Աչը եթին բազին, սերիմ վաղաշապատ սուրին, էջ միացին, իմ այ Հայաստան։ Կանցնեն նորեն, ապելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուշնիության։ Շարունակել ենք բակային հանդիպումները, ես որ դեռ շարունակել ասում եմ իրական արձագանքում մեր ոչերի մեր խնդրանքների մեր արձագանքները Պատմեսանք, որ ական բարձր մասնակցություն կլինի Ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի աստոմատին, սերին վաղաշապատ սուրդին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղաշապատ սուրդին, էջ միացին, իմ այր Հայաստան։ Մեկ, երկու, երեք, չոր, Շահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրիփսիմե Մկրտչյան, Kreativität համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Kreativität համար 4, միացիր, որ փոխենք։ Վաղաշապատ սուրին, էջ միացին, իմ այ Հայաստան։ Վաղաշապատ, ոստան ես դու մեր դրբրության, դացի կոչնամ, նոր պայմարի ողջայության։ Միացին, իմ այր Հայաստան։ Կանցնեն նորեն, ապելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուշնիության։ Էջ միացին, իմ այր Հայաստան։ Ելիր քո խոսքը ասա, չարին վատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի աստոմատին, սերին վաղաշապատ սուրդին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղաշապատ սուրդին, էջ միացին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրիփսիմե Մկրտչյան, Kreativität համար 4, միացիր,
որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվի համար 4 միացիր, որ փոխենք։ 1, 2, 3, 4 Սերին դավաշապած սուրի էչ միացի իմ այ Հայաստան Դավաշապած ոստան ես դում էր դպրության Դապսի ոչնար նոր պայքարի ողջայության Ոսորավոր կոչան բասի Խաշը երկրին բազին Սերին բավաշապած սուրին էչ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր տորացի կամ քո համար Վարաշապատ Սերին վարաշապատ Սուրին էչ միացի իմ այ Հայաստան Այո Ելի ետ քո խոսքը ասա Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույս սեղորդին Կեզ մահվանի աստողորդին Սերին աղաշապատ սուրդին Էչ միացին իմ այր Հայաստան Սերին աղաշապատ սուրդին Էչ միացին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Մայր Հայաստան Համաչոս Մայր Հայաստան Միացին Որ փոխենք Միացին Որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվի համար 4 Բարի երեկո հարգելի էջրապտություններ Ողջունում եք ձեզ Մենք Մայր Հայաստանն ենք Մենք թիվ 4 քրեատիվն ենք Բոլորին կոչ ենք անում Անպայման գնալ տեղամաս Անպայման մասնակցել ընտրություններին Միգուցե ձեր համատը ստացակվել է Ձեր մստալություն մսխել են Ձեր քմերը չարաշահել են Դու դարձել եք գրահավար Այդ երևույնն է Ձեր ճակատագիրը, համայնքի ճակատագիրը, հարաբերության ճակատագիրը, հայրենիքի ճակատագիրը, տրորում եք դուք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես հայրենական սուրբ եկեղեցու զավակներ, բոլորին կոչ ենք անում, մասնակցել, մեր քրեատիվը համար 4 է, բոլորին կոչ ենք անում, գնալ տեղամաս, մեր տեխնասուները, շատ տեխնայանալու մարդիկ են, կառավարման ճանապարհ անցած մարդիկ, նոր գաղափարներով եկասակներ, ովքեր ընտրություններից առաջ, շարժուտրական փուլից առաջ անգամ, շրջել են համայնքով, արձանագրել են բոլոր խնդիրները, անբարեկարգ բակերը, վճարովի դարձած մանկապարտեզները, որ այս իշխանություններն են բերել վճարովի դարձրել, Եվ այլն, քաղաքի տրանսպորտը, լուսավորությունը, թափառող շները, աղբը, որ կուտակված է տարբեր անկյուններում, քաղաքում շատ ամելիք կա, Էջմիածինը հոգատար ձեռքի կարիք ունի, Էջմիածինը պատասխանատու և հասանելի իշխանության կարիք ունի, Էջմիածինը իր բնակչի աչքերին առանց ամաչելու շիտակ հայացքով նայող իշխանության կարիք ունի, Այն մեր քաղաքացին ողջունում ամես, բարի երեկո, մեր Մայր Հայաստանն ենք, համար 4, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք, Հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել, ողջույն հայրիկ ջան։
եկեք ծափարություններով մեր հայրիկին ողջունենք։ Ողջունում ենք ձեզ մայրիկին, ողջունում ենք, ապրեք, որ հետևում եք պատշգամբներից, պատոհաններից, ուշադիր լսեք ժողովուրդ ջան, մենք ձեզ կոչ ենք անում եւ խնդրում ենք անպայման նոյեմբերի 16-ին մասնակցեք ընտրությանը։ Վերջ դրեք այս իշխանությանը, որը պատերազմ ավեր ու պատություն է բերում։ Վերջ դրեք այն իշխանությանը, որը մայրաթորի դեմ է հարձակվել Փաշազադեի հրահանգով։ Վերջ դրեք այն իշխանությանը, որը այս 7 տարի ապիկար կառավարում է իրականացրել։ Մենք շրջում ենք բակերով, տեսնում եք ինչ է կատարվում, խաղահարապարակներ չկան, երեխեքը գազվզելու տեղ չունեն, մանկապարտեզները վճարովի են դարձրել, ասֆալտ որտեղ որ արել են, թվերը նայում ենք, հսկայական հատկատների հոտ է գալիս։ Իրենք էլ են ընդունում, որ իրենք կոռումպացված են կառավարել, բայց ասում են մենք պատասխանատու չենք։ 7 տարի տվեցին մեկին կառավարելու, հիմա ասում են մենք այդ քրդայականի հետ կապ չունենք։ Բա դուք ինչի հետ կապ ունեք, մենակ Փաշազադեի ու Ալիևի, դուք ինչի հետ կապ ունեք, ժողովուրդ ջան, Էջմիածին է, քաղաքը մտնում ենք, ամբողջությամբ այդ պտտած հողերի վրա այն հայտնի մասնակցության տեղ մարդկանց պես պտտվում է դրանց նկարը պտտած հողերի վրա ամբողջ Էջմիածին մտնելու հատվածում։ Բա հարց է առաջանում, բա առաջ ինչի՞ չունեիք այդ փողերը, որ մասնակցում եք ընտրություններին, որտեղից ձեզ այդքան փող, որ ամբողջ քաղաքը զուգարաններից սկսած վերջացրած են ձողերով, որի վրա այդպես պտտվում են, ամբողջությամբ իրենց նկարներն են փակցրել։ Հարց չի առաջանում, ժողովուրդ ջան, բա այդ գումարները, որ ծախսում են, որտեղից են ծախսում, ոնց են հետո այդ գումարները մսխելու, հետագայում։ Այս ամեն ինչը դες պետք է հուզի, եւ պետք է հուզի մեր երկրի անվտանգության խաղաղության հարցը։ Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Այս կարգախոսով պետք է գնալ ընտրատեղամասեր։ Շատ կարևոր հանգամանք է, դուք պետք է տեղյակ լինեք, որ սրանք Ադրբեջանի հրահանգով են հարձակվել առաքելական եկեղեցու դեմ, որովհետև Ադրբեջանը չի էլ թաքցնում, ասում է, եթե մենք Հայաստանի Հանրապետություն ուզում ենք վերացնել, պետք է վերացնենք բոլոր այն ինստիտուտները, որոնք կարող են պաշտպանել Հայաստանը, դրանցից մեկն էլ առաքելական եկեղեցին է։ Բանակը քանդեցին, պետական ինստիտուտները քանդեցին, հիմա էլ անցել են եկեղեցուն կեղծ պատրվակ են բերում, իբր թե առանձին հոգևորականներ, կուսակրոնություն, բան, արդեն ոտկատեղից ներքևների հետ են խաղում, չեն էլ ամանչում։ Իրականում դա իրենց բացարձակ չի հետաքրքրում, եթե հետաքրքրեր 18 թվին, որ ժողովրդական լայն աջակցություն ունեն, կհարձակվեն եկեղեցու դեմ, կասեն եկել են բարեփոխելու։ Դա չեն արել այն ժամանակ, շատ պարզ պատճառով, որովհետև այդպիսի հրահանգ չեն ստացել։ Հիմա այդ հրահանգը ստացել են, դրա համար Փաշազադեի հրահանգով հարձակվել են առաքելական եկեղեցու դեմ։ Ուրեմն Մայր Հայաստանը մայրաթորին է պաշտպանում, Մայր Հայաստանը պաշտպանում է էջմիածինցիների շահերը, մենք այլընտրանքային ուժ ենք, նախկինի ու ներկայի թեմայի դուրս ուժ ենք, մենք նոր ուժ ենք եւ ակնկալում ենք ձեր քվեն եւ պատրաստ ենք ամբողջ քաղաքական դաշտը ընդդիմադիր միավորել, պատրաստ ենք կոնսոլիդացնել բոլորին եւ պատրաստ ենք բոլոր ուժերից կարող ուժերի մասնակիցների ներգրավել կառավարման գործում, որպեսզի Էջմիածինը զարգանա, Վաղարշապատը զարգանա եւ իրենով Հայաստանում փոփոխությունները սկսեն նաեւ Վաղարշապատից։ Այնպես որ ձեզ ոչ են անում սիրելի էջմիածինցիներ, մասնակցեք ընտրությունների, ծանոթացեք ծրագրերի, ծանոթացեք մարդկանց անձնական ճանապարհների, մեր ցուցակում համանքի ղեկավարում փորձություններով ուրեկան մենք իջորս ենք մենք Մայր Հայաստան ենք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Մենք նատեց ապարեք նրանց ոգի ուշադրությամբ հետևում ենք մեզ։ Շատ շնորհակալ ենք ձեզանից, սպասում ենք ձեզ նոյեմբերի 16-ին ընտրատեղամասելու։ Միացիր, ողջույն։ Սերին Վաղարշապատ սուրին Էջմիածին իմ Մայր Հայաստան Վաղարշապատ ոստանն ես դու մեր դպրության Տապցի կոչնավ նոր պայքարի ողջայության Սերին Վաղարշապատ սուրին Էջմիածին իմ Մայր Հայաստան
տխրության եկել է ժամը աղաչի շուշնիության Սետ ուրասի տոքո հավար Որը շապատ Սեն վարը շապատ Սուրի էշնի ասի Իմ այ հայաստան Էշկրատի ողջույն, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, 5-4 թվյաթերթի։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելու և նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Մեր ծրագրերը համապետական ու համայնքային նշանակություն ունեն։ Մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել ընտրություններին և վերջ դնել Ադրբեջանի հրահանգով առաջնորդվող այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում, նրա դրածոյի վերարտադրության պարագայում հարձակումները մայրաթորի դեմ ավելի են ուժ գնանալու, Էջմիածնի կառավարումը են ավելի է վատանալու, ավելի է թաղնելու կոռուպցիայի ու թալանի մեջ և դուք բոլոր այն խնդիրները, որ ունեք ձեր կյանքում, շարունակելու եք ունենալ, քանի որ սրանք միայն պարտություն, ավելացություն, կոռուպցիա ու թալան են բերում։ Մայր Հայաստանը ձեզ առաջարկում է համայնքային զարգացման ծրագիր, որը ներառելու է և բակային տարածքները, և տրանսպորտը, և քաղաքի զարգացումը որպես տուրիստական կենտրոն։ Մենք համոզված ենք, որ Էջմիածինը զարգանալու հնարավորություն ունի, եթե կարողանա զարգացնել ենթակառուցվածքները, հյուրանոցային համակարգերը, սպասարկման ոլորտը, փոքր արտադրությունները։ Այս բոլորի հետ կապված մենք ծրագրեր ունենք և ձեզ առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ դրանց և մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրությանը։ Իսկ մեծ հաշվով, խոշոր առումով, քաղաքացիական պայմանագրի ու նրան կցված հանրապետություն կուսակցություն կոչվածի մերժումը պետք է լինի համատարած, քանի որ դրանով մենք կմերժենք Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանին։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և մասնակից դառնալ դրական փոփոխությունների համար, որը կարող է նաև սկիզբ առնել վաղ շաբաթով։ Մենք մեր սուրբ Էջմիածինը չպետք է հանձնենք Թուրքահաճո, Ադրբեջանահաճո իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը մի դրածո է առաջարկում Էջմիածնին, որը ոչ մի բան չի կարողանա անել, քանի որ նման խնդիրներ չունեն իր առաջ դրած։ Իրենք դրածոյին ներկայացնում են ոչ թե որպես ՔՊԱ-ական, այլ մինուճար մեկը, որը իբր էջմիածինցիների շահերով է առաջնորդվելու։ Դա մեծագույն սուտ է։ Քաղաքացիական պայմանագիրը հանդես է գալիս թիվ 7-ի ներքո և թիվ 7-ին ձայն տալով դուք իմացեք, որ ձայն եք տալիս Փաշազադեին։ Հետևաբար պետք է մերժեք և քվեարկեք Մայր Հայաստանի թիվ 4-ի օգտին, որը քաղաքացիական պայմանագրի գլխավոր ընդդիմախոսն է։ Մայր Հայաստան, համար 4, Գորգ ջան, ողջունում ենք ձեզ, եկեք ծափարենք մեր այն քաղաքացիներին, ովքեր հետևեցին մեզ, իրենց պատշգամբներից, պատուհաններից և անպայման մասնակցել են ընտրությանը։ Երեխեք տատիներին, պապիներին, ծնողներին անպայման կոչ արեք, որ մասնակցեն ընտրությանը։ Որովհետև ձեզանի շատ բան է կապված։ Ալես թափարում ես, ապրես, իջինակ դրոշական ես։ Իջինակ դրոշական, երեխուն ասեք դույք մեր դրոշակիստանը։ Ես կբարձրացնեմ։ Ես կբարձրացնեմ վերեք։ Երեխեք բա տնեցիք ուր են։ Ասեք բա։ Ասեք մարդ է եկեց ես հարցը։ Նայ։ Ապրեք երեխեք ջան, ապրեք։
Հարգելի իշխանություններ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, Քվեաթերթիկ համար 4։ Պարոն Թևանյան, Senin var şabat suri Beçmiyatsi Ay Hayastan Var şabat Ostan ez dumet de Prusian Tapsi tutna Nopay pari vokayutan Ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, եկեք ծափահարություններով ողջունենք մեզ հետևողներին, Մայրիկ ջան ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով վերջ դրեք այս քաղաքացիական պայմանագիր կոչվող խունտային։ Սրանք թուրքական ու ադրբեջանական ծրագիր են իրականացնում, թույլ տվեք, որպեսզի հարձակվեն մայրաթորի դեմ։ Սա Փաշազադեի ծրագիր է, ժողովուրդ ձեզ խաբում են թե իբր ուզում են բարևարկության խնդիրներ լուծել, կուսակրոնության խնդիրներ լուծել, սուտ են ասում, հարձակվել են առաքելական եկեղեցու դեմ Ադրբեջանի հրահանգով։ Այսօր էլ Ալիևը հոխորտում է, որ Սևանը Գյոչա են կոչելու։ Մենք պետք է մերժենք այս թուրքական իշխանությանը, որը ձեզ խաբում է, թե իբր խաղաղություն է բերում, բայց բերում է ավեր ու պատերազմներ ու պարտություն։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի վաղաշապատում, որովհետև դա նշանակելու է թալան, կոռուպցիա, ապիկար կառավարում, անարդյունավետ կառավարում եւ ի վերջո հարձակում մայրաթորի դեմ, հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այնպես որ միանշանակ մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեով վերջ դրեք այս ապիկար կառավարմանը։ Մայր Հայաստան համար 4 Անպայման գնացեք։ Եկեք։ Շարունակում ենք հանդիպումները բակերում եւ այս պայն արդեն մոտենում է ավարտին իհարկե մեր շրջայցը շատ կարևոր է որ մարդիկ տեղեկանան նաեւ այնտեղ մի պապիկ հարց տվեց ասեց ես չգիտեմ թե որ ընտրատեղամասում պետք է ընտրեմ այս մասով ես կարծում եմ մենք բոլոր դիմադիր ուժերով իրազեկման խնդիր ունենք, մարդիկ պետք է իմանան, թե որ ընտրատեղամասում են իրենք ընտրելու, որովհետև հնարավոր է, որ փոփոխություններ տեղի ունեցած լինեն եւ մարդիկ չիմանան, որն է իրենց ընտրատեղամասը։ Այս առումով մենք շատ կարևոր նաեւ իրազեկման աշխատանք պետք է կատարենք, շտաբային աշխատանքն այստեղ շատ կարևոր է եւ այդ առումով քայլերը կիրականացնենք, որպեսզի մարդիկ իրազեկված լինեն։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ավականու ընտրություններին եւ վերջ դնել
քաղաքացիական պայմանագիր կոչվածի իշխանությանը։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել համար 4-ի Մայր Հայաստանի օգտին, որպեսզի փոփոխությունները մտնեն վաղ շաբաթ ու հետագայում նաև ամբողջ Հայաստան։ Մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Եկեք ողջունենք մեր քաղաքացիներին, ովքեր հետևում են հիմա մեզ, պատշգամբներից, բոլորիդ կոչ ենք անում, ժողովուրդ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը։ Մայր Հայաստանը քաղաքացիական պայմանագիր կոչվածի թիվ 1 ընդդիմախոսն է։ Ձայնը տալով Մայր Հայաստանին դուք սկիզբ եք դնում փոփոխությունների համար, ես սկիզբ եք դնում քաղաքացիական պայմանագիր կոչվածին վռնդելու համար։ Եկեք ողջունենք մեր երեխեքին, մեր ծնողներին, մեր քույրերին, եղբայրներին, ովքեր հետևում են մեզ, եւ մենք հուսով ենք ու նաեւ ինչ որտեղ պահանջում ենք, որ դուք անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով փոփոխությունների սկիզբ դնեք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Եվ ուրեմն 1, 2, 3, 4 մենք ընտրում ենք համար 4։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր փոխենք Սերին վաղար շաբաթ սուրի Էջ միացին իմ Մայր Հայաստան Վաղար շաբաթ ոստան ես դու